Ոնց են ավիրում ներմուծողները գարեջրի շուկան։ Ամենայն հարգանքով ներմուծող ընկերությունների նկատմամբ իրանք էլ են հայ բիզնեսմեններ, կարում են անում են, բայց ինչպես ասում են, ամեն մարդ իր դարդին։ Հիմա որպեսզի հասկանանք հայ գարեջուր արտադրողի ցավը, ուզում իրար հետ մի պարզ հաշվարկ անենք։ Բայց մինչև հաշվարկին անցնելը եկեք ֆիքսենք, որ Հայաստանում վաճառվում են լիքը ներմուծված գարեջրեր մոտ 350-400 դրամով։ Հիմա անցնենք հաշվարկին։ Հայաստանում ակցիզային հարկը մի լիտր գարեջուր վաճառելու համար 174 դրամ, այսինքն կես լիտրը 87 դրամ։ Ավելացված արժեքի հարկը հաշվարկվում է վերջնական ապրանքի վրա, այսինքն մոտ 90 դրամ, դատարկ շիշը 85 դրամ, պիտակ պլյուս խցան անում է 50 դրամ։ Շահութը արկ պլյուս, բայց դեպի հասնենք շահութին, որ մի հատ շահութ հարկ դիտարենք։ Բայց պիտի հաշվի առնենք, որ ես դեռ չեմ հաշվել բոլորիս հայտնի արտադրական ծախսերը, այսինքն բուն ապրանքի ինքնարժեք, կոմունալ, տրանսպորտ, աշխատավարձ, մարքեթինգ, ոչ մի բան չեմ հաշվել։ Մենակ հարկեր ու դատարկ շիշ։ Արդեն մոտ այն գինն է, որով վաճառվում է ներմուծված գարեջուրը շուկայում։ Ոնց, ախպետ ջան, ոնց։ Հիմա ասեմ ոնց։ Ես կստացվում է, որ արտերկրում հնարավոր է արտադրել այն ինքնարժեքով գարեջուր, որը ծովեր օվկիանոսներ կտրում հասնում է Հայաստան, արտադրողը, ներմուծողը, սուպերմարկետը արանքում փող են աշխատում, ու այդ գարեջուրը վաճառվում է հայաստանյան գարեջրի գնով, բայց դատարկ շշի գնով։